Փառքնեժդեհին ի ուրախություն համայն հայության, ասենք, որ Ֆրանսիան գորիսուն բացեց հյուպատոսություն եւ ի դժբախտություն Հայաստանի թրքաբոլշևիկյան իշխանության եւ Հայաստանի թշնամիների ռուս-թուրքական դաշինքի։ Ինչու եմ այսպես ներկայացնում, որովհետեւ ընդհանրապես հյուպատոսարանները բացվում են տվյալ պետության այն վայրերում, որտեղ այդ երկրի քաղաքացիները ավելի շատ են տարածված կամ բնակվում։ Օրինակ Հայաստանի արտգործնախարարությունը ամերիկյան գտնվում է Վաշինգտոնում, բայց Լոս Անջելեսում կա հյուպատոսարան, որը լուրջ ծանրաբեռնությամբ աշխատում է։ Ինչու՞, որովհետև այստեղ 2 միլիոն հայ կա մոտավորապես։ Բայց Գորիսում ֆրանսիացի չկա։ Բայց ֆրանսիացիները բացեցին հյուպատոսարան։ Այսինքն սա նշանակում է, որ դա ոչ թե Ֆրանսիան իր քաղաքացիների կամ իր ազգի ժողովրդի շահերը պաշտպանելու համար է բացել է մեր շահերը պաշտպանելու համար։ Ի հակառակ ռուսները չկարողացան բացել իրենց հյուպատոսարանը։ Ու գիտեք պատճառաբանությունը որն էր։ Հարմար տեղ չգտան։ Հիշում եք, երբ որ Կիրանցը հանձնում էին Ալիևին, ավելի շուտ նվիրում էին Ալիևին։ Մեր Տաուշում Կիրանց գյուղը թրքաբոլշևիկները։ Երբ որ ուզեցին խաբելով բռնի ուժով ժողովրդին ասել այդ քոնը չէ պետք է տաս, տեսան չի ստացվում, փորձեցին առնել։ Չէ՞, քանի տուն առան Կիրանցում մարդկանց հարմար գին տվեցին, մեր կառավարության հաշվին, մեր պետության բյուջեից փող են տալի, այդ տունը դարձնում են Ալիև, այսինքն Ալիևի համար տուն առան, մեր փողով։ Եվ ինչ եք կարծում։ Ինչը Գորիսում չէին կարող ինչ որ մեկին հարմար վճարել եւ ասել տունը ձիչի մեզ։ Սրանք նույնիսկ ընդունակ են մարդու ձեռքից ամեն ինչ խլել։ Անկամ այտենց չկարողացան։ Այսինքն այս մանկական պատճառաբանությունը արդեն աչք է ծակում, ոնց կարող է ռուսական կայսրը ուզենա մի տեղ հյուպատոսարան բացի ու հանգարց հարմար տուն չգտնի։ Եթե չխլեին, անպայման կկարողանային վճարել, առնել այդ տունը եւ չկարողացան։ Եվ դա ասեմ ոչ թե Նիկոլը կամ հայ մարդիկ դիմադրեցին, չէ։ Այդ նույն Ֆրանսիան, այդ նույն Ամերիկան դիմադրեց, դիմակայեց։ Որ դու դեղ անելիք չունես, վեր կաց ռադդ քաշի։ Դու քո ներկայությամբ կործանում ես հայ ժողովրդին։ Սա հենց այս խորհուրդն էր։ Եթե ասեմ լրատվամիջոցներ չկային, այդ Ֆրանսիայի արտգործնախարարը, աշխարհի գերտերության արտգործնախարարը Հայաստանում ինչ-որ մի բան է բացում եւ չկա Հայաստանի, ասենք, թրքաբոլշևիկյան լրատվամիջոցներին հասկացանք։ Ոչ մեկ կար, ոչ քոչարյանական, ոչ սերժական, ոչ նիկոլական, անգամ Արման Բաբաջանյանի այդ որ դենց եվրոպացիների համար դոշեր տալի չկային։ Բևերն էր լուսաբանում։ Սա նշանակում է, որ իրենց կամքին հակառակ է սա արվել։ Մեր խորհրդարանը ամբողջությամբ, գիտեք չէ, որ բան է, թրքաբոլշևիկյան է։ Մեր խորհրդարանը ամբողջությամբ թրքաբոլշևիկյան է։ Եվ իրենց պատկանող լրատվամիջոցները շատ մեծ են։ Ու իրենք այնտեղ չէին։ Որովհետև իրենց սիրելի Ռուսաստանը այնտեղ հյուպատոսարան չկարողացավ բացել։ Ես հիշեք, որ հետո հանգարց ինչ-որ մեկը փորձի ասի, բա մենք, բա Եվրոպան, բա Ֆրանսիան, հասկանաք, անգամ այդ Արամ Զավենի Սարգսյանը կլինի Եվրոպամի հետ, չգիտեմ, Արման Բաբաջանյան, այդ չթվարկեմ, 40-50 հոգի են, ասես որ նայում են։ Որովհետև մեկը չկար այնտեղ։ Հասկացեք, որ դրանք, ասենք, Պուտինի խաղալիքներն են բոլորը անխտիր։ Ես ուրախ եմ, որ ֆրանսիացիները իրենց բարեկամությունը ամրապնդեցին Հայաստանում։ Ինչու եմ ասում բարեկամություն, որովհետև Ֆրանսիան մեր իրական թշնամիների թշնամին է։ Ֆրանսիան է ղեկավարում հակաթուրքական կոալիցիան։ Թուրքիան մեր թշնամին է, դե ըստ Գրզոյի թշնամի չի, ըստ Նիկոլի թշնամի չի, հասկանալի է։ Սրանք ամենտեղ մեր դժբախտության հաշվին ուզում են փողեր աշխատեն։ Հասկանում եք։ Սրանք ուզում են, որ Թուրքիայի հետ ամեն ինչ կապվի եւ իրենք ամեն ինչ վաճառեն Թուրքիային եւ փող աշխատեն։ Հայաստանը վաճառեն Թուրքիային ու պրծնեն։ Եվ այդ վաճառք ու վաճառքի գործակատարը իրենք լինեն։ Իսկ Ֆրանսիան, երբ որ այդ հյուպատոսարանը բացում էր,
Լսեցիք ինչ երաժշտություն ներքո էր այդ բացման արարողությունը։ Շատ խորհրդանշական։ Իմ պապերն են քեզ շահել, իմ որդիկն են քեզ պահել։ Հայրենի երկիր Հայաստան։ Ոչ թե ռուսպես ասում էր քո ու Ադրբեջանի սահմանները մեզ հայտնի չի, դրա համար չենք կարող կանխել Ադրբեջանի առաջ խաղացումը, հասկանում եք։ Այդ ոնց է Ֆրանսիային հայտնի էր եկավ ու գորիսում դրեց։ Բայց ձեզ համար հայտնի չէր, Թուրքիան հասել են ջերմուկ։ Ու դուք չէիք կասեցնում, ուզես չէր հետաքրքրում որտեղ մարդիկ են մեռնում։ Ես ինչ որ կարմիր գիծ էր հետաքրքիր, այդ կարմիր գծին չէին ասել թուրքերը։ Թենդեղով չնայած դուք ձեր ժողովրդի ինչ ասեմ, միլիոն արդեն կորուստ ունեք ձեր ինչևից է Ֆրանսիան կարողացավ Հայաստանի թրկաբոլշևիկյան իշխանությանը ի հակառակ բացել իր հյուպատոսությունը։ Սա նշանակում է, որ իսկապես ռուսները այստեղից գնալու են։ Հիմի թրկաբոլշևիկյան խորհրդարան պատրաստվի, որ վեշուքեշը թավաքելու ես դու, որովհետև Պուտինի վերջը երեկվա ուկրաինացիների արարքից հետո, այդ ավիակիրների 50-40%-ը ոչնչացնելուց հետո, ձեր Ռուսաստանը անգամ ծնգել չի կարողանալու, քիթ ու բերանով հողին է հագնելու։ Մտածեք ոնց եք փախնելու, որովհետև ձեր հանցանքները Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ համատեղ, թե նախքին, թե ներկա, արդեն բացվելու է, արդեն ձեզ տեր չեն կանգնելու, ձեր հանցանքները մնալու է ձեր վզին։ Չնայած Լավրովն եկավ փաթաթեց էլի ձեր վզին, ամեն մեղք, թե նախկինների, թե ներկաների, եւ դուք լուր տարաք։ Հիմա անդառնա մի գրառման, մի շատ խոհեմ եւ ասեմ պարկեշտ անձնավորություն իմ YouTube-յան ալիքում գրառում էր կատարել, որ եղբայր ինչ ասում եք, ճիշտ եք ասում, բայց այդ ատելությունը Ռուսաստանի հանդեպ հանեք էլի ձեր մեջից։ Հիմա ես ուզում եմ այդ գրառմանը պատասխանեմ։ Եղբայր, եթե ես ամեն ինչ ճիշտ եմ ասում, ես ամեն ինչ խոսում եմ ռուսների եւ թուրքերի դեմ։ Այսինքն ես եթե ճիշտ եմ ասում, ուրեմն դրանք մեր թշնամիներն են։ Ատելությունս ո՞նց հանեմ։ Ոնց կարող եմ ես ճիշտ խոսել իմ թշնամու հանդեպ, հետո ասես այդ թշնամու հանդեպ ատելությունը հան, հնարավոր չէ։ Հասկանում եք Պետրոս առաջինից մինչև Պուտին վերջին։ Այն Պետրոս առաջինն էլ խնդրանքով դիմեցինք, ինքը վերցրեց այդ խնդրանքը, գնաց թուրքերի հետ, օսմանցիների հետ պայմանավորեց, թե մեր երկիրը ոնց պետք է կիսեն իրար մեջ։ Ասեց կօգնեմ, բայց գնաց կիսելու։ Լենինը գնաց կիսեց, ոչնչացրեց։ Երբ որ դուք կարդաք Լենին-Աթաթուրք նամակագրական կապը, թե ոնց են գրում Հայաստանը ոնց պետք է իրար մեջ ոչնչացնեն։ Հայաստանի Հանրապետությունը ազգերի լիգայի կողմից ճանաչված Սևրի դաշնագրով, 50-րդ վճռով սահմանները օրինականացրած, աշխարհում քիչ պետություն կա, որ սահմանները հստակորեն կետարկե, այսպես բան արածա, նշագրված է։ Հասկանում եք։ Այդ պետությունը վերացրեցին։ Էլ չասեմ մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր կրթությունը ոնց էին ավերում։ Դուք կարող եք ասել 2 միլիոն համայնք ունեցող Ռուսաստանում հայկական համայնք, քանի հատ հայկական դպրոց կա։ 0 Հայաստանում քանի ռուսական դպրոց կա։ Գիտեք, ես էլ չգիտեմ 10-ից ավել է։ Ես ոնց համարեմ իրենց բարեկամ։ Ես ոնց ասեմ Ռուսաստանը իմ բարեկամն է, երբ որ Պուտինը Արցախ Ադրբեջան է համարում։ Հասկանում եք, ախրի ես ոնց ասեմ ռուսին բարեկամն է, երբ որ մենակ իրենք էին Արցախում, մենակ իրենք էին եւ շրջափակեցին, զինաթափեցին, թուրքերին ներս կանչեցին։ Ֆրանսիացիները, բեռները բարձած եկան հասան, որ հլա Արցախ հայատապած չէր, չթողեցին Ֆրանսիան իր անվճար իր օգնությունը մտցնի Արցախ։ Իսկ սրանք գնում էին հենց նույն Գորիսից, Կապանից, հավկիտ էին առնում, ձուն առնում էին, անցկացնում էին Արցախ, իրենք կարող էին։ Եվ 1.5000 դրամով վաճառում Արցախը հայության վրա։ Ես ոնց այդ ռուսին բարեկամ համարեմ։ Շատ կներեք, ինչպես մեր Մխիթար Ավիդիսյանն է ասում, Պետրոս առաջինից մինչև Պուտին վերջին, ես դրանց բոլորի, ինչպես ինքը կասի, սաղուսատ կացը։ Այս սա է ռուսը, 1000 ներողություն։ Շնորհավորում եմ, մեր բարեկամները ամրապնդվում են մեր հայկական հողի վրա։ Մնաք խաղաղությամբ։